Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության թևերից մեկը Հայաստան դաշինքը հայտարարել է, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին եւ իրենց վարչապետի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ ինչ են մտածում խորհրդարանական ընդդիմության մյուս թևում, պատիվ ունեմ խմբակցությունում։ Հյուրընկալել ենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։ Բարև ձեզ, պարոն Մամիջանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Մամիջանյան, Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։ Այս պայդրությամբ վերջնական որոշումը դեռևս կայացված չի, ու ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիների մոտ հարցեր են առաջանում, մի փոքր ավելի ծավալուն պատասխանում ձեր հարցին։ Մեր կուսակցության ներսում քննարկումները, որ ընթանում են այդ հարցով, ոչ թե ընթանում են այն տրամաբանությամբ, որ այսենց անենք 6 մանդատ կլինի, այսենց անենք 60 մանդատ կլինի, այսենց անենք 14 մանդատ կլինի, այլ այս ընտրությունների ու հանրապետականի վերջին 7-18 թվականից այս կողմ բոլոր գործողությունների իմաստը իշխանափոխությունն է։ Ուստի մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես ավելի օգուտ կտանք, որ գործիքակազմով մենք ավելի շատ օգուտ կտանք այդ գործընթացին, այլ ոչ թե այս պարագայում այսքան մանդատ կլինի, այս պարագայում։ Դրա համար այս որոշման կայացմանը մենք մոտենում ենք այս դրամաբանությամբ եւ ապրիլի 4-ին մեր համագումարի ժամանակ արդեն ավելի շատ հստակություն կմտնի սրա համար։ Ոչ թե ներողություն եմ խնդրում, որոշումը կա մենք չենք բարձրաձայնում, այլ դեռ որոշումը չկա։ Քննարկելու եք, բայց ընտրություններին հաշված շաբաթներ են մնացել, մեր մոտ լուրջ այսպես կասկածներ կան հանրության շրջանում նկատի ունեն, որ հանրապետականը կարծես այս անգամ ձեռնպա կմնա ընտրություններին մասնակցելուց։ Այս փուլը ընտրական գործընթացների նախապատրաստության հիմնականում երկու գործողություններ է ենթադրում, տարածքային գրասենյակների բացում եւ այս պրե-քարոզարշավը, այսպես ասած։ Բայց դուք ոչ նա եք անում, Հիմա պատասխանեմ հատառատ։ Առաջինը մենք չպիտի էլ անենք, որովհետեւ մենք գրասենյակներ ունենք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որպես առաջին գրանցված կուսակցություն, գրասենյակներ ունի Հայաստանի բոլոր մարզերում, քաղաքներում։ Իսկ քարոզարշավը մենք ընտրել ենք հանրային դաշտը եւ ինֆորմացիոն դաշտը մեկ այլ առաջարկով հանդես գալու տարբերակը։ Մի քանի շաբաթ առաջ Հանրապետականի գործադիր մարմնի հայտարարության մեջ խոսվում էր իմպիչմենտի գաղափարախոսության մասին, որը հավասարազոր է փողոցային պայքարին, որը նույնն է փողոցային պայքարի հետ։ Խոսվում էր նրա մասին, որ այս ընտրությունները սովորական ընտրությունների եւ կոչ արեցիք ընդդիմությանը միանալ, ինչ արդյունք ունեք։ Անցել է մոտ 1 ամիս։ Ես շատ մանրամասներ չեմ ասի, երևի եթե որևէ բան լինի, որը հրապարակայնացնելու, հանրայնացնելու լինի, մենք անպայման դա կանենք, ամենայնպես կոչը արված է, իսկ ընտրությունների մասով, որ հանգարց որևէ մեկի մտքով չանցնի հանրապետականին մեղադրել ընտրությունների դեմ ինչ-որ բան ասելու կամ հիասթափություն առաջացնելու համար, նույն հայտարարության մեջ երկու շատ կարևոր կետեր ասված։ Առաջին, որ ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է ապահովեն իրենց բոլոր լծակներով վերահսկողությունն ընտրությունների, որովհետև ընտրությունները արդեն իսկ կեղծվում են, տեխնացուներից զգալի թվով մարդիկ անազատության մեջ են, լրագրողների նկատմամբ են ճնշումներ, 50-ից ավել քաղբանտարկյալ ունենք եւ այլն, եւ երկրորդ ամեն ինչ անել, որպեսզի ապահովի բարձր մասնակցություն, որովհետև դա քաղաքագիտական ոչ միայն Հայաստանին վերաբերող ֆենոմեն է, նման ընտրությունների պարագայում իշխանությունը ունի ֆիքսված քանակությամբ ձայներ եւ տրամաբանական է ինչքան շատ մասնակցությունը լինի ընտրության, այնքան այդ ֆիքսված քանակությամբ ձայները ավելի փոքր տեսակարար կշիռ կունենան։ Այսինքն այս պահի դրությամբ հանրապետականի հրապարակային ասելիքը ընտրությունների հետ կապված ամփոփված է մեր գործադիր մարմնի վերջին հայտարարության մեջ, իսկ ավելին արդեն կլինի համագումարի։ Պարոն Մամիջանյան, վերջերս հրապարակվեց միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցման այսպես տվյալները եւ տեսեք, այնտեղ ըստ այդ հարցման վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի 20%, վարկանիշ հաջորդը ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը 10%, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5%, Գագիկ Ծառուկյանը 4%, այնուհետև ավելի այսպես փոքր տոկոսային թվեր ունեցող գործիչների անուններն էին, երրորդ նախագահի անունը մենք չգտանք այնտեղ։ Արդյոք սա չի նշանակում, որ հանրապետականի հեղինակությունը կներեք
մոտը 0-ին։ Ոչ, չի նշանակում ու փորձեմ պատասխանեմ մի քանի կետով։ Նախ դուք պարոն Կարապետյանի հետ կապված ռուսայի գործարար ասացիք, ճիշտ ասած իմ համար զարմանալի ձևակերպում էր, բայց թողնենք դա։ Եկեք կետ գնանք, որտեղ այդ հարցման հետ կապված բացի ձեր հարցից մի բան եմ ուզում պատասխանել։ Նախագահ Սարգսյանի վարկանիշի հետ կապված։ Նախագահ Սարգսյանը մի քանի անգամ այս 7 տարիների ընթացքում հայտարարել է, որ ինքը այլևս ուղիղ ինքը որևէ պետական պաշտոնի չի հավակնելու եւ իր խորհուրդներով է աջակցելու, խորհուրդ տալու երբ որ մեր երկրում լինի հայրենասեր իշխանություններ 1։ Երկրորդ, նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության, որը Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է, ղեկավարն է, ուստի քննարկել իր դերակատարումը քաղաքականության մեջ ինձ թվում է ավելորդ է։ Երրորդ, ես չեմ փորձում վիճարկել ձեր ասածը, բայց համենայնպես մի տվյալ էլ ես բերեմ։ Վերջին անգամ, երբ նախագահ Սարգսյանը 7 ժամանոց ուղիղ եթերում ոդկաստ ունեցավ, որից հետո Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին բռնեցին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա, Վազգենը մինչեւ հիմա անազատության մեջ է, ազատություն Վազգենին եւ մյուս բոլոր քաղաքապետարքելներին։ Այդ ոդկասթը, որը հիշեցնեմ 7 ժամ էր, առաջին մի քանի օրերի ընթացքում, ես չեմ սխալվում, կես միլիոն մարդ նայեց, թե 300,000 մարդ նայեց։ Դե եկեք դրա հասկանանք։ Նախագահ Սարգսյանի խոսքը հետաքրքրում է թե չէ։ Դուք կարող եք այդ տվյալը բերել, ես կհիմնվեմ սրա եւ մի նախադասություն էլ այդ հարցման հետ կապված շատ հետաքրքրական էր, որ ուրախացել էին, թրջկոտում էին կպայականները այդ տվյալներով, ուղղակի մարդիկ սոցիոլոգիա կարդալ չգիտեն։ Եթե այդ հարցման տվյալները լինեն, որը իրականացվել է փետրվար ամսին եւ այլն, առաջին այդ 20%-ը երբ որ փոխում ես էլեկտորալի, ինքը լավագույն դեպքում դառնում է 40, խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Ես չեմ ասում, որ այդպես է լինելու։ Ես ասում եմ, որ եթե այդ հարցումներից ենք խոսում, ապա եթե այդ 20-ը դարձնում ես էլեկտորալ, դա 40 քանիսը դառնում է 20% Փաշինյանի։ Այո։ Եվ երկրորդ շատ կարևոր ու օգտագործելով ձեր հնարավորությունը պիտի ասեմ, այդ հարցման մեջ մի շատ հետաքրքիր կետ կար։ Հառաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը որպես ինստիտուտ ամենաբարձրն էր, բանակից հետո երկրորդ, իսկ մեր մոտ ավանդաբար զինված ուժերը միշտ լինում են ամենավստահելի պետական, ամենավստահելի ինստիտուտը, այսպես համարենք։ Ես համարում եմ, որ անդադար պետք է ասել մեր քաղաքացիներին, որտեղ այստեղ մի քիչ իրացիոնալիզմ է, էլի, եթե դուք հավատում եք եւ սատարում եք եւ պաշտպանում եք մեր եկեղեցուն, իսկ դա ահռելի տոկոս էր, ապա դուք չեք կարող կողմնակից լինել Փաշինյանին, դրանք իրարամերժ հասկացություններ են։ Ես հասկանում եմ ձեզ, բայց եկեք հանրապետականից խոսենք։ Ես ճիշտ եմ հասկանում, որ եթե որոշում կայացվի, որ չեք մասնակցելու ընտրություններին, դժվար ընդհանրապես ձեռնպահ մնաք քաղաքական process-ներին մասնակցելուց եւ գուցե կոչ արվի ձեր կողմնակիցներին, ձեր աջակիցներին, ձեր ընտրողներին քվեարկել այլ քաղաքական ուժերի օգտին, կա նման քննարկում։ Ես սովորություն չունեմ ներկուսակցական քննարկումները մինչև որոշման փուլ հասնելը հանրայնացնել եւ բաց կուսակցությունը դրա հետ կապ չունի, քննարկումը չեն հանրայնացնում են որոշումը, բայց ձեր նշած քննարկումը չկա, որովհետեւ մենք դրանից մեկ մակարդակ ներքև քննարկման փուլում ենք, ինչպես ասեցի, ընտրություններին մասնակցել չմասնակցելը։ Այդ դրա որոշման կայացումից հետո քննարկվի նաև ձեր հարցը, որի պատասխանը նույնպես կհնչի համագումարի ժամանակ։ Մեր համագումարը շատ հետաքրքիր է լինելու, թե ելույթներով, թե իր ընտրված լուծումներով, ուստի հիմիկվանից շատ լավ կհետևենք, իսկ դուք ունեք պատկերացում, եթե Սերժ Սարգսյանը չի լինելու վարչապետի տեխնացու, ով կարող է հանրապետականին առաջնորդել այս գուցե վճռորոշ ժամանակահատվածում։ Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի մարզով արդեն դա ասել ենք։ Ես կարծում եմ, ես որևէ մեկին իմ գործընկերներից ընդդիմադիր նեղացրած չեմ լինի, եթե ասեմ, որ հանրապետականը ամենամեծ կադրային բազան ունի Հայաստանում։ Երևի թե բոլոր ոլորտներում։ Մենք նման խնդրի պարագայում պրոբլեմ հաստատ չենք ունենա, բայց ես վստահաբար որևէ իմ ընկերներից մեկի անունը չեմ հնչեցնի ավելորդ շարքումներից խուսափելու համար։ Պարոն Մամեջանյան, մենք հաճախ սոցցանցերում, լրատվամիջոցներում տեսնում ենք, որ երրորդ նախագահի եւ երկրորդ նախագահի կողմնակիցները այսպես հարձակվում են միմյանց վրա, այսպես ասենք,
ես նկատի ունեմ բնականաբար քննադատում են միմյանց եւ մարդիկ դիտորդները փորձագետները ասում են գիտեք դե հասկանալի է նույն ընդդիմադիր դաշտում են գործում երկու ուժերը եւ այսպես փորձում են ամեն ինչ անել որ հատկապես գալիք ընտրություններից առաջ մեկը ավելի շատ ձայն չհավաքի մյուսը փորձի ավելի շատ ձայն հավաքել կա նման բան տեսեք իհարկե ոչ ես առհասարակ չի ուզում բայց բարակամի չեն ձեր կողմնակիցները քոչ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները այդպես հասկացել եմ հարցը առաջին կապված ընտրությունների մասով ես արդեն ասացի որ մեր նպատակը իշխանապողությունն է ես մեծ ցավով եմ դա ասում բայց Փաշինյանի օրոք մեր երկիրը օր-օրի ոչ միայն կորցնում է իր հնարավորությունները, ազդեցությունը եւ դիրքը, այլ նաեւ տարածքային կորուստներ ունեն։ Ու մի քիչ իհարկե ավելի սրելով այդ ասածը, այդ համատեքստում ինքան խնդալու է իմ համար դառնում ռեյտինգ ասվածը։ Այսինքն օր-օրի փոքրացող Հայաստանում ես պիտի ինչ-որ պահի ուրախանամ, որ կենտրոն վարչական շրջանի չափ մնացած Հայաստանում ես ամենաբարձր ռեյտինգով ընդդիմադիրն եմ։ Բայց ճանապարհն է գալ իշխանության, չէ՞։ Չեմ դուք չեք ուզում գալ իշխանության եւ տարածքային այդ կորուստները հետ առաջին հերթին ուզում ենք իշխանապողություն, դա գործիքն է, որ հնարավորություն կտա մեր նպատակների, մեր իղձերի, մեր ծրագրերի իրականացման ուստի այո, իհարկե բնականաբար մենք ուզում ենք նաեւ։ Բայց դրա վրա հիմնվելը իմ կարծիքով հիմա մի քիչ ժամանակավրա սա առաջին մասով, այսինքն ռեյտինգները մեզ առասարակ չեն հետաքրքրում, երկրորդ մասով։ Ես շատ կարճ կպատասխանեմ այս հարցին, որովհետև արդեն կներեք, բայց զզվել եմ այդ թեմայից։ Տարիներ շարունակ հանրապետականին թիրախավորում էին ամենակեղտոտ ձևով, այդ թվում նաև ոչ միայն Փաշինյանականները։ Այդ ինչ-որ անհասկանալի թեզերով է բերել Փաշինյանին եւ այլն եւ այլն։ Մենք միշտ եղել ենք պատասխանողի դերում, ընդ որում շատ ծով համբերությամբ պատասխանողի դերում։ Ժամանակ առ ժամանակ այդ համբերությունը հատել է, ու մենք յուրաքանչյուրին իր տեղն ենք ցույց տվել կամ իր անցյալն ենք հիշեցրել։ Բայց հիմա ես չեմ ուզում մտնել այդ դաշտի մեջ մի պարզ պատճառով։ Եթե որոշ մարդիկ չեն ընկալում, թե դա ինչ վնասներ կարող է բերել, ապա մենք դա հասկանում ենք եւ մաքսիմալ փորձում ենք թե կոչերով, թե մեր գործադիրի հայտարարությունը նորից միասնության կոչեր եւ թե մեր գործելավոճով հանգարց Փաշինյանի ջրաղացին ջուր չլսի։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, դուք ասում եք այ երբ որ ամեն անգամ այդ հարցը բարձրացվում է, վնասում են դիմությանը, ինչն նպաստում է որ գործող իշխանությունները մնան իշխանություն, բայց պարոն Մամեջանյան, մյուս կողմից մարդիկ ովքեր որ չեն պատրաստվում քվեարկել իշխանությունների օգտին ասում են դե հա հասկանում ենք ինչ եք ասում, բայց գիտեք ընդդիմադիր ուժերից ամեն մեկը այսպես հանգիստ իր համար շարունակում է գործել, աշխատել, կարծես ոչ մի խնդիր չկա, մարդիկ, չգիտեմ, ազգային ժողովում իրենց տեղերը ունեն եւ այդպես շարունակ, ինչու չեք միավորվում այդ դեպքում։ Ուզում եք իշխանապողության, ասում եք եկեք իմպիչմենտի գործընթաց սկսենք շատ լավ իմանալով, որ ազգային ժողովում մեծամասնություն չունեք, ուզում եք իշխանապողություն, ինչու չեք միավորվում ընդդիմադիր ուժերով։ Շատ լավ հարցեր ու երևի թե ոչ այնքան հարցեր այլ ինչ ես դրան պիտի պատասխանեի։ Մենք բոլոր ընդդիմադիրներս տարբեր հարթակներում եւ տարբեր ձևակերպումներով ասել ենք, որ թե Փաշինյանը օր առաջ պիտի հեռացվի եւ թե ասել ենք, որ մեկ ավել իր կառավարումը աղետ է եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա Հանրապետականը արդեն այսօր շուտով կլինի 1 տարի առաջ քաշեց իմպիչմենտի գաղափարը, որովհետև տրամաբանությունը շատ պարզ է։ Եթե մենք ասում ենք օր առաջ պետք է հեռացվի, ապա դա պետք է իրոք օր առաջ արվի։ Այլ ոչ թե սպասենք ընտրություններին 1։ Երկրորդ ու ամենակարևոր իմպիչմենտը ու ընտրությունները իրար չհակասող գործընթացներ։ Ինչպես է մեծամասնություն շահելու ազգային ժողովում։ Եթե մեծամասնություն լինեինք էլ ինչ իմպիչմենտի մաս դա տեխնիկական բնույթ կրեր։ Դրա համար եմ ես ասում, որ իմպիչմենտը ու փողոցային պայքարը դա նույնն է։ Ես խիստ կասկածում եմ, որ եթե ԿՊ-ական երեսփոխանները տեսնեն համաժողովրդական խաղաղ անազանդություններ, փողոցային պայքար, որոնք պահանջում են, որպեսզի Փաշինյանը հեռացվի, ոնց էլ լինի այդքանից
մի քանիսի վրա, իսկ այդքան էլ շատ չի պետք, 18-ա պետք ընդամենը, մի մասի վրա դա կազդի։ Դա է մեր առաջարկած լուծումը։ Եթե մենք խոսում ենք ձևականը լավ բառ չի, ձևի մասին միասնության, այսինքն մի ցուցակ եւ այլն, դա առանձին քննարկում է, որը վաղուց արդեն ժամանակավրա է, հիմնական դերակատարները բացի հանրապետականից հայտարարել են արդեն իրենց տեխնացուները եւ այլն, դա առանձին պատմություն։ Բայց եթե մենք մտածենք բովանդակության մասին, ապա այո, առաջ է գալիս այն հարցը, իսկ ինչի են որոշ ուժեր երբեմն թիրախավորում հանրապետականին եւ մյուս ընդդիմադիրներին միջանից։ Երկրորդ, ինչ տարբերակներ մենք ունենք, որովհետեւ այն թեզը, որը դու ես ասում, որում դու իրավունք ունես դա ասելու, բայց ընդդիմադիր քաղաքական գործիչը ասի, գիտեք ինչ, իմ համար այդքան էլ հավատալի չի իմպիչմենտը կամ դժվար է, դա իմ համար պատճառաբանություն չի։ Մենք մեր ներողություն խնդրում պայքարի ընկերներին խոստացել ենք ամեն միջոց, ամեն գործիք փորձարկել Փաշինյանին հեռացնելու համար։ Հանրապետականը իր խոսքի տերն է, իմպիչմենտը սահմանադրական գործիք է, իմպիչմենտը հավասարազոր է եւ նույնական է փողոցային պայքարին, եւ մենք ամեն ինչ մեզանից կախված կանենք դրա համար։ Հենց դա ենք մենք պատկերացնում որպես միասնություն։ Պարոն Մամիջանյան, իշխանությունները մեղադրում են ձեզ, ասում են ընդդիմադիր ուժերը ռևանշիստական ուժեր են, կգան, չգիտեմ, սեպտեմբերին աշնանը Հայաստանի դեմ նորից պատերազմ կսկսվի, դուք պատրաստ եք խաղաղության համաձայնագիր կնքել Ալիևի հետ։ Կետ առ կետ գնամ ու ձեր ուղիղ հարցին պատասխանելու եմ։ Այո, իհարկե պատրաստ ենք գլխից պատասխանեմ ու հետո շարունակեմ մանրամասները։ Առաջին, ցինիզմը, ու ես ձեր եթերը հարգելով ավելի կոպիտ բառ չեմ օգտագործում, երբ առնվազն 3 պատերազմներ երկրում իր իշխանության օրոք տեղի ունեցած ու իր գործողություններով պայմանավորված ագրեսիայի պատճառով, այսինքն խնդրում հստակ ձևակերպել, բոլոր 3 դեպքերում էլ ագրեսոր Ադրբեջանն է եղել, դա չի քննարկվում, բայց դրան այս կամ այն կերպ բերել են Փաշինյանի այս կամ այն գործողությունները կամ հայտարարությունները։ Երբ որ այդ մարդով 3 պատերազմի իր իշխանության օրոք 3 պատերազմ ա եղել, ինչ որ մեկին ասում է ես խաղաղության կուսակցություն եմ, դուք պատերազմի, դա ցինիզմը մեղմ ասում։ Ես կարող եմ ասել ինչու են իշխանությունները այդպես ասում, հետև իրանք ասում են մենք վերջացրել ենք Արցախյան շարժումը, ընդդիմությունը ասում է մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, սա նշանակում է պատերազմ Ադրբեջանի հետ, հետևաբար մենք կունենանք չի նշանակում, հեսա կհասնեմ դրան։ Դե այդ դեպքում խնդրում եմ ասեք ինչպես եք պատրաստվում լուծել վերադառնալ Արցախ։ Անպայման։ Երկրորդ, երբ խոսվում է խաղաղության մասին, մեր քաղաքական ուժի ղեկավարը ինքը պատիվ է ունեցել լինելու առաջնորդներից մեկը մեր նորագույն պատմության ամենահերոսական պայքարներից մեկի, խոսքը Ղարաբաղյան առաջին պատերազմի մասին։ Ինչ եք կարծում, մեր առաջնորդները ավելի լավ գիտեն խաղաղության գինը թե Փաշինյանը։ Իհարկե խաղաղությունը կարևորագույն գրավականն է, բայց խաղաղությունը իսկ դրա մի մակարդակ ավել արդեն անվտանգությունն է չի լինում այսպիսին, եկեք մի հատ իրար հետ հասկանանք ինչպիսին։ Շատ լավ, մենք ունենք վատ խաղաղություն, ասեք ինչպես եք դուք հասնեմ դրան, վստահեցնում եմ չեմ խուսափում հարցից։ Ու մեր հողերի օկուպացիան, մեր գերիները, այն թե ինչպես են Հայաստանի հետ խոսում, այն ինչ ռիտորիկա է գալիս Ադրբեջանից, սա խաղաղություն չի։ Մի զուգահեռ տանեմ։ Ես խիստ կասկածում եմ, որ Կիպրոսի հունական հատվածի այն առաջնորդը, որի ժամանակ առաջին տևական ժամանակ կրակոցներ չեն եղել, դուրս է եկել ու սկսել է կուրս կծեցել ես խաղաղություն եմ բերել։ Չէ, շարունակել է խոսել գրավման մասին եւ այլն։ Հիմա հասկանանք ձեր երկրորդ հարցը։ Նախ բնականաբար ես չեմ պատրաստվում իմ հարգանքը մեր քաղաքացիների Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ թույլ չի տա երբեք ինչ որ սինխոստումներ տա։ Այս պահի դրությամբ վերադարձը ես չեմ պատկերացնում։ Վերադարձը սինխոստում է։ Այս պահին սինխոստում է վերադարձը։ Ես չեմ պատկերացնում։
Ես չեմ պատրաստվում ասել, այ հեսա էս ենք անելու են, բայց իսկ ով ասաց, որ իրավունքների բարձրաձայնումը, իրավունքի պահելը միջազգային հարթակներում, ուղղակի իրավունքների հիմնարար մարդու իրավունքների չմոռացությունը դա պատերազմն է։ Մեզ ռևանշիստ անվանում են մենակ Փաշինյանը ու Ալիևը։ Մնացած ամբողջ աշխարհը ընկալում է ու ես քիչ չեմ հանդիպում իմ միջազգային գործընկերների հետ ու դեռևս չի եղել մի դեպք, երբ ես խոսեմ Արցախում բնակվող մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների մասին, ինձ որևէ մեկը պետք է ասի պատերազմ ես ուզում։ Դες բան ինձ միայն Փաշինյանն է։ Պարոն Մամիջանյան, դուք համարում եք, որ այս պահին հայերը չեն կարող վերադառնալ Արցախ։ Ես համարում եմ, որ հիմա դրա համար պայմաններ չկան։ Եվ կարծում եմ, որ դա ակնհայտ է, Ադրբեջանը այն երկիրը չի, որի հետ հնարավոր է նման բաները խոսել, ու սա ես միջելուց կապեմ հենց խաղաղության թեմայի հետ։ Ինչն է խնդիրը խաղաղության պայմանագրի։ Ադրբեջանը այն երկիրը չի, որի հետ դու կարող ես նմանատիպ կոնֆլիկտի պարագայում առանց երաշխավորի ինստիտուտի, ընդ որում խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Երբ ես խոսում եմ երաշխավորի մասին, ես խոսում եմ բազմամակարդակ եւ ցանկալի է մի քանի երկրների, մի քանի կամ միջազգային կառույցների կարևոր չի երաշխավորության մասին։ Պարոն Մամիջանյան, 94 թվականին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան երաշխավորեցին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հետո այդ երկրներից մեկը Ռուսաստանը գրոհեց Ուկրաինան։ Ավելին ասեմ ձեր ասացին։ Փաշինյանը սիրում է ասել, որ տնտեսական կապերն են, չէ, երաշխիք խաղաղության։ Դժվար է Ուկրաինայի եւ Ռուսաստանի պես երկու տնտեսապես առաջ փոխկապակցված երկրներ պատկերացնել։ Ոչ մեկ չի ասում, որ գոյություն ունի ինչ-որ լուծում, որը միանշանակ ամեն ինչ կապահովի։ Ինչ ուզում ա լինի, ինչ ուզում է երկեն հիմա։ Մեկ անվտանգության թիվ 1 երաշխավորը բանակն է։ Աշխարհի բոլոր երկրները։ Բայց այնուամենայնիվ ես համարում եմ, որ ինչքան ամուր լինի այդ երաշխավորի ինստիտուտը, այնքան ավելի լավ։ Դուք ասացիք, որ պատրաստ եք Ալիևի հետ կնքել խաղաղության համաձայնագիր, դուք ասում եք այս պահին հնարավոր չի, որ հայերը հայտնի պատճառներից ելնելով վերադառնան Արցախ։ Ոնց է այս երկուսը կապելու իրար։ Ես չհասկացա հարցը ու փորձեմ բացատրել ինչի չհասկացա։ Ասեմ, ես ձեզ ավելի հստակ հարցը ձևակերպեմ։ Դուք ասում եք հայերը հիմա չեն կարող վերադառնալ Արցախ հայտնի պատճառներից ելնելով եւ միևնույն ժամանակ ասում եք մենք նույնպես պատրաստ ենք Ալիևի հետ կնքել խաղաղության համաձայնագիր։ Դա այն է, ինչ անում է իշխանությունը։ Չէ, անույնը չի։ Փորձեմ բացատրել ինչի։ Նախ եկեք ֆիքսենք, հա, մենք խաղաղությանը դեմ լինել չենք կարող։ Մենք դեմ ենք այն բանակցային վիճակին, որը կա հիմա։ Եվ եկեք անկեղծ լինել։ Թեպետ օգոստոսի 8-ին կնքված փաստաթղթերում Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ չեն, ընդամենը ներկայ վկայի կարգավիճակ ունեն, նույնիսկ այդպես տեքստում ա գրված։ Բայց այնուամենայնիվ խորին շնորհակալությամբ Թրամփի ադմինիստրացիային եւ անձամբ նախագահ Թրամփին իր էֆորտների, իր ջանքերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որ ինչ-որ պահից կարողանաս ասես, գիտես ինչ, մոռանանք, սկսենք զրոյից, չէ։ Բայց լիքը քննարկելու, ճշգրտելու, վերաբանակցելու բան կա ու ես դες օրինակով կասեմ։ Հիշում եք ընթացիկ անվանենք հա բանակցվող լուծումից առաջ Գազայի թեմայով։ Նախագահ Թրամփը առաջարկել էր մեկ այլ լուծում։ Այն բանի տուրիստական գոտու եւ այլն եւ այլն եւ այլն։ Կողմերը կարողացան մերժել բառը չեմ ուզում օգտագործել, բայց համենայն դեպս վերաբանակցել այդ լուծումը։ Նախագահ Թրամփն էր այդ լուծումը առաջարկել։ Բայց կողմերը կարողացան, այնտեղ իհարկե առանձին պատմություն է, կոնֆլիկտ է իր բոլոր բարդություններով, բայց կարողացան Թրամփը հասկացավ, որ դժվար ինչ-որ մեկը գնա այդտեղ հանգստանալու եւ հրաժարվեց բիզնես գաղափարից։ Ես չեմ համարում, որ այդտեղ փոշմանողը նախագահ Թրամփն է եղել։ Ես համարում եմ, որ կողմերը ընդ որում այդ լուծումը ոչ մեկին չէր գոհացնում, հա, արի անկեղծ լինենք։ Կարողացան առաջարկել կամ ստանալ նոր լուծում, ինչքանով երկարաժամկետ կլինի, արդյունավետ կլինի, դա ժամանակի հարցն է, բայց փաստորեն լինում է, չէ, առաջարկել նոր բաներ։ Հիմա իսկ ով ասեց, որ այն ինչ հիմա է բանակցային սեղանին, դա միակ լուծումն է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ օգոստոսի 8-ին Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանը
կորցրեց իր բանակցային սակավաթիվ բանակցային հնարավորություններից պոկեր չիփ են նրան ասում կետերից մեկը bargaining chip են ասում լծակներից գուցե օքեյ լծակ բառը առավելություններից գուցե հա Ադրբեջանի պահանջներ Մինսկի խմբի լուծարման դիմումը Փաշինյանը սկզբից ասել էր մինչև չստորագրենք չեմ լուծարելու հետո նախաստորագրմանը ստորագրեց ու հիմա Մինսկի խումբը լուծարված է հիմա եկեք մի քանի կետով անցնենք առաջին Փաշինյանականները ասում են դե Մինսկի խումբը ինչ կապ ուներ եւ այլն վաղուց արդեն անիմաստ էր եւ այլն ապա որ տենց անիմաստ բաներ ինչի՞ էր Ադրբեջանը դա նախապայման սարքում այ օրինակ նման օրինակ կետերով հնարավոր է բանակցություն վարել կամ COP29-ի ժամանակ լիքը բաց թողնված հնարավորություններ կային ու շատ այլ կետերում ես նաիվ մարդ չեմ ես գիտեմ որ Եվրոպան հիմա սպառում է իբր ադրբեջանական բայց իրականում ռուսական էներգոռեսուրսներ գիտակցում եմ ադրբեջանի այդ տեսանկյունից հա կարևորությունը Եվրոպայի համար ցավով լսել եմ երբ որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում էր որ Ալիևը իրենց համար վստահելի գործընկեր է եւ այլն բայց ինչ եք ցավ ապրում մարդիկ իրենց շահերն են առաջ տանում շատ ճիշտ կետ է երբ որ որևէ երկրի ղեկավար կամ միջազգային կառույցի որևէ հայտարարություն կամ գործողություն է անում որը այդքան էլ հայանպաստ չի ես եւ դուք իրավունք չունենք իրանից բողոքելու իսկ ինչու պետք է հայանպաստ լինի Էդ եմ ասում նույն բանն ենք խոսում մենք իրավունք չունենք իրանից բողոքելու միակ տեղը որ մենք կարող ենք բողոքել դա Հայաստանի Հանրապետության կառավարությունը որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության գործն է մեր երկրի աշխարհակաղակական շահերը համընկեցնել կամ գոնե հակասության մեջ չմտցնել մյուս դերակատարների հետ Արման Մամեջանյան ես շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար ես հիշեցնեմ որ հյուրընկալել էինք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամեջանյանին կհանդիպենք